Սիրելի մասնակիցներ, ձեզ ողջունում եմ Վիդեո քրեաթերթիկը, որի ներքո հանդես են գալիս Բարգավաճ Հայաստանը, Մայր Հայաստանը և դեմոկրատական այլընտրանքը, Գագիկ Ծառուկյանի հեղինակած Առաջարկ Հայաստանի ծրագրով, բոլորին կոչ ենք անում, հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս, որ վերջ դրվի այս նվաստացման ու ստորացման դարաշրջանի, գնացեք ընտրատեղամաս, որ իշխանությունը ջեպկինի նման չմտնի ձեր գրպանները, չթալանի, չդարձնի տուգանքի մատերիալ, սիրելի հայրենակիցներ, գնացեք ընտրատեղամաս, որ ձեր գույքը հարկը շեշտակի նվազի, գնացեք ընտրատեղամաս, որպեսզի տեղի ունենա մինչև 10 տարվա ազատազրկվածների համաներում, գնացեք ընտրատեղամաս, որպեսզի ձեր աղբահանությունը վերանայվի, և վերջապես գնացեք ընտրատեղամաս, որ հաստատվի երաշխավորված խաղաղություն, 18 թվականին դուք բոլորով դուրս եք եկել փողոց և այս իշխանություններին տվել եք վստահության շատ մեծ քվե, բայց նրանք մսխել են, նրանք գողացել են այդ հավատը, նրանք երկիրը տարել են պատերազմների, երկիրը տարել են պառակտման, ունեցել ենք մեծ թվով զոհեր, կորցրել ենք Արցախը, Հայաստանից էլ կորցրել ենք մի Երևանի չափ տարածք, և այժմ այս իշխանությունները փոխանակ խոսեն Հայաստանի կորուսյալ տարածքի վերադարձի մասին, բացահայտ խոսում են, որ էլի է տալու, էլի է զիջելու, Թուրքի առաջ գնալու են գլուխ խոնարհեն, կան երկրի ներսում, հոխորտան, վախացնեն, հայհոյեն, վարկաբեկեն, կալանավորեն և հասարակությունը ներարկեն թույնով և ատելությամբ։ Սրանք ասեցին սեր ու համերաշխություն, բերեցին ատելություն և թշնաման։ Դրա համար բոլորով միասին հունիսի 7-ին, համար 7-ին, միացին, հունիսի 7-ին, համար 7-ին, սիրելի հայրենակիցներ, մեր փոխարեն ոչ մեկը մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, տամեզ հասիվ հայելենք, յուրաքանչյուրս պարտք ունենք կատարելու, յուրաքանչյուրս քայլ ունենք կատարելու և հունիսի 7-ը Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ լինելու է չափազանց ճակատագրական։ Սրանք չեն էլ թաքցնում, որ Ալիևի ու Էրդողանի պատվերով նոր սահմանադրության նախագիծ են մշակել, որը թաքուն են պահում և պատրաստվում են հրաժարվել Հայաստանի անկախության հռչակագրից։ Սրանք ուրացել են Մասիսարը, ուրացել են ցեղասպանությունը, ուրացել են Արցախը, ուրանում են անկախության հռչակագիրը, միայն թե Թուրքիի աջակցությամբ մնան իրենց պաշտոնների, և բայց որպեսզի մեր երկիրը մնա խաղաղ, ունենանք երաշխավորված խաղաղություն, Հայաստանից չլինի արտագաղթ, ունենանք բարձր ծնելիություն, ունենանք չեմպիոններ, ունենանք հաղթանակներ, ունենանք վերեր, ուրեմն հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին,